Եվ ի դեպ մենք նաև տեսնում ենք հենց ձեր նշածի համատեքստում Կիպրոսի օրինակով այդ աշխարհագրությունը ընդլայնվում է։ Այսինքն Եվրոպայի հասել, ես դա եի ուզում ասել Կիպրոսի անունը նշելով, Կիպրոսը Եվրամիության անդամ է, հունական մասը Եվրամիության անդամ է Կիպրոսի։ Հիմա տեսեք Իրանի տրամաբանությունը ինչպես է գործում։ Եթե դուք հարձակվել եք ին վրա եւ եթե դուք ինձանից անհամեմատ հզոր եք, Միացյալ Նահանգները չեմ կարող ասել քանի անգամ, բայց հավանաբար 100-ապատի գերազանցում է իր ռազմական կարողություններով Իրանին, տեխնոլոգիապես միգուցե ավելի շատ տեխնոլոգիական առումով։ Ապա մենք օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները եւ այդ պատերազմը ձեզ համար կունենա շատ թանկ գին եւ Իրանը հիմա դա է անում։ Թանկացնում է պատերազմի գինը, թանկացնել ասելով նկատի չունեմ ֆինանսական բաղադրիչը։ Այդ թվում նաև ֆինանսական, որովհետեւ նաև ֆինանսական բաղադրիչը, բայց վճարվելի գինը, այո, մարդկային գին կլինի, ռեսուրսային գին կլինի, դաշնակիցների գին կլինի։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից երկակի իրավիճակ է, Պարսից ծոցի արաբական միապետությունները, որոնք համարվում էին բարեկեցության, ասեմ այսպես, ապահովության կղզիներ մերձավոր արևելյան տարածաշրջանում եւ գիտեք հսկայական միջոցներ էր ծախսվել այդ պետությունների իմիջը կերտելու վրա, Դուբայը պայմանական ասեմ, այսպես Դուբայ կերտելու վրա։ Հիմա պարզվեց, որ Դուբայը աշխարհի ամենավտանգավոր տեղը կարող է դառնալ, ընդ որում րոպեների ընթացքում դա կարող է տեղի ունենալ։ Շահետը ընկնում է Դուբայի հյուրանոցի վրա։ Ես հաճախ պատերազմից առաջ խոսում ենք մեր ընկերների հետ, ինձ հարցնում էին իսկ ինչ կլինի, ասես պատկերացնում եք, ասում եմ իրանական հրթիռը Դուբայում ինչպիսի քաոս կառաջացնի, բոլորը ծիծաղում էին, որովհետև մեզանում որոշակի ընկալում կար, սա իհարկե ունի հիմքեր, թե Իրանը միայն խոսում է եւ չի անում։ Տարիներ շարունակ այդպես է եղել։ Եղել է նման հանգամանք, ոչ թե խոսել, այլ Իրանը չի ցանկացել, ասեմ այսպես, ստեղծել աշխարհի համար խնդրեմ եւ նաեւ իր համար ստեղծել խնդրեմ, աշխատել այլ մեթոդաբանությամբ, բայց հիմա եթե խնդիրը կենաց եւ մահու պայքարն է, ապա իրանցիները օգտագործում են իրենց բոլոր միջոցները, որևէ մեկը չէր սպասում, չէ՞ որ իրանական հրթիռները ըստ էության նա հենց նույն BBC, այս անգամ բրիտանական պետական հեռարձակողի եթերում մեկնաբանի կարծիքով, որը համեմատել էր այդ արբանյակային լուսանկարները, Բահրեյնում Միացյալ Նահանգների բազան գրեթե հավասարվել է հողին։ Այս մասին իրանցիները չունեն այդ հնարավորությունը, որպեսզի հաշվառել, որ նման բան կարող է Իրանը իրան թույլ տա։ Կադրեր ունենան, բայց տանում են այդ վտանգները։ Իր ասում են, որ Իրանը սենց անելու, ասում են, ես կարծում եմ ամենաճիշտ բնորոշումը հենց Տրամփի խոսքերն են։ Տրամփը երեք ասաց, որ մեր համար անակնկալ էր, բառացի չեմ ասում, բայց միտքս սա էր, անակնկալ էր, որ իրանցիները հարձակվեցին Պարսից ծոցի մեր դաշնակիցների վրա եւ մեր ռազմակայանների վրա, այսինքն իրենք էլ մտածել են, թե Իրանը ասում է միայն եւ դա չի անելու։ Հենց դա ներողություն, բայց իրականացավ դա։ Չճանաչելու մասին է խոսում, այսինքն իմ մոտ հստակ կա արդեն կարծիք, որ արևմուտքը կամ առավել կոնկրետ Միացյալ Նահանգները, եթե խոսենք մերձավոր արևելյան վերջին 20 տարվա ճգնաժամերի մասին, Միացյալ Նահանգները օրինակ մտածում էր, որ Սադամի վարչակարգը տապալուց հետո ամեն ինչ այդտեղ խաղուպար կլինի եւ իրենք կարողանան լուծել այն խնդիրները, որոնք դրվել էին վարչակարգը տապալելու հիմքում եւ բնականաբար դրանք այդ մտածածին քիմիական զենք կամ միջուկային զենքը չէր, բայց Միացյալ Նահանգները սխալվեցին, որովհետև վարչակարգը Սադամի շատ արագ տապալվեց, 2003-ի մարտի վերջին սկսվեց գործողությունը, 2004-ի ապրիլին արդեն Սադամի վարչակարգը տապալվել էր, բայց դա ունեցավ մի հատկանշական բան, որի մասին կցանկանամ խոսենք, շիաները եւ սունիները մի կողմ դնելով իրենց հակադրությունը միացան եւ սկսվեց պայքար, ինչպես իրենք էին նշում, ամերիկացի օկուպանտների դեմ։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները սխալվել էր այդ հարցում եւ մենք տեսնում ենք, որ նույն սխալը, արևելքը չճանաչելու սխալը հիմա կրկնվում է Իրանի ասպեկտում։
Հա, բայց իրանք հասել են իրանց նպատակին, իրանք մասնատել են Իրաքը վերածելով փլատակների եւ դրա կապ չունի, բայց զատո իրանք ունեն Իրաքի նավթի ձրի Իրաքի նավթ, այսինքն հերավոր պերսպեկտիվայով հիմա այլևս չկա, որտեղ Հորմոզի նեղուցի փակելուց հետո այդ նավթը դադարել է հոսել։ Իհարկե կա դեպի Թուրքիա, բայց մինչև 10 օր առաջ ունեին, այսինքն հետագա եկամուտները ծածկեցին այդ բանը։ Արդյոք հիմա պատրաստ են բայց այստեղ մի հատ ուրիշ կարևոր մոմենտ կա, որ Վարդան ասում էր, մինչև այդ նաև ասում էր Բագրատը, որ Իրանը դա համակարգ է։ Իրաքը համակարգ չէր։ Իրաքը անձի, то есть համակարգ չկար, այնտեղ անձի շուրջ ձևավորված ինչ որ վարչախումբ էր, վարչակազմ էր։ Դու լիդերին հանեցիր, համակարգը փլուզվեց։ Իրանի պարագայում դա չի գործում, ու ես իրոք զարմացած եմ, անկեղծ ես շատ մեծ դժվարությամբ եմ այդ իմ իլյուզիաների, կորուստների հետ մերվում, որ երբ որ դու մտածում ես, որ մարդիկ ունեն աշխարհի լավագույն վերլուծական կենտրոնները անում են խայտարակ պրոգնոզներ, ու այդ վերլուծական կենտրոնների տեր մարդիկ չէին կարող չհաշվառել, որ այն ինչ որ աշխատեց Իրաքում, այն ինչ որ աշխատեց Սիրիայում, ստեղ չի աշխատի, որովհետև ստեղ գործում է համակարգ, ստեղ լրիվ ուրիշ տրամաբանություն է։ Արմենե ջան, տեսեք, ես կարծում եմ մենք չպետք է թերագնահատենք, ամերիկացիները ունեն շատ լուրջ նաև բանակի վերլուծական կենտրոնները շատ լուրջ են։ Խնդիրը վարչակազմի մեջ է։ Հասկանում եք, կարող են այդ երկրում լինել լուրջ մարդիկ եւ այդպիսի մարդիկ կան եւ դատելով տեղեկատվական արտահոսքերից։ Այսինքն իրանք ունեն ռեսուրս, որը չեն օգտագործում։ Վտանգի մասին զեկուցվել է, ուղղակի վարչակազմը որոշում է ընդունել, որ այո, պետք է անել սա։ Հասկանում եք, խնդիրը դա է։ Հիմա մի սխալ, որ Միացյալ Նահանգները այս անգամ թույլ չի տա, կարծում եմ նա է, որ ցամաքային գործողություն չի իրականացնի, ինչպես եղավ, ասենք, Իրաքում կամ Աֆղանստանում։ Դա լրիվ ինքնասպանություն կլինի։ Բայց հիմա այլ մեխանիզմ է աշխատեցվում է պայմանականորեն դա կոչեմ Իդլիբի ստեղծում Իրանի տարածքում, այսինքն գոնե Իրանի մի հատվածը, ինչպես ասում են, վերցնել, ստեղծել պլացդարմ, որտեղ կլինի մշտական անկայունություն, ըստ էության սցենարներից մեկը տանել երկիրը դեպի քաղաքացիական պատերազմի, խոսքը գնում է քրդաբանակ շրջանների մասին եւ այսօր արդեն դրա վերաբերյալ տեղեկությունները, նաեւ տեղեկություն տարածվեց, որ Թրամփն է հեռախոսազրույց է ունեցել նույնիսկ Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարի հետ։ Իհարկե այդ կուսակցության խոսնակը ոչ հաստատեց, ոչ հերքեց, բայց որպեսզի հասկանաք խնդիրը, Թրամփը չի խոսել նույնիսկ Իրանի գահանկետ շահի որդու հետ, որը ԶԼՄ-ների հերոսն է, շատ ԶԼՄ-ների, բայց խոսել է Իրանի Քրդստանի երկրից դուրս գտնվող գործող կուսակցության ղեկավարի հետ, պատկերացնում եք Միացյալ Նահանգների նախագահի մակարդակը եւ այդ մակարդակը, այսինքն որոշակի գործընթաց այդտեղ կա։ Սա չի նշանակում նաեւ այստեղ կարող է սխալ տեղի ունենալ, որովհետեւ Իրանի քրդերի խոշոր հատվածը չի աջակցում այդ կուսակցությանը եւ Իրանի քրդերն էլ բազմազան են շատ կա, ունենք շիա քրդեր, ինչպես նշեցիք, շիաների եւ ունենք սուննի քրդեր եւ այլն, այսինքն իրավիճակը բավական բարդ է եւ այստեղ մեկ այլ կարեւոր ցինիզմ կա, որը չկար Իրաքի պարագայում։ Այնտեղ էլ ցինիզմի տարեր կային, հիշում եք, այդ ինչ որ սրվակ էր թափահարվում, թե այս այո, ատոմային, չգիտեմ ինչ է, միջուկային զենքեր, թե ինչ էր, ոչ մի միջուկային զենքեր չգտա։ Բայց գոնե խոսքային մակարդակում խոսվում էր, որ Իրաքը կներեք պետք է լինի դեմոկրատական երկիր, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն։ Այստեղ շատ ուղղակի ասում են, Իրանի հետագա ճակատագիրը մեզ չի հետաքրքրում։ Մենք չենք պատրաստվում զբաղվել Իրանի հետագա ճակատագրով։ Շատ ցինիկ կերպով հայտարարվում է. մենք մեր գործը կանենք, այսինքն ըստ էության երկիրը կավերենք, բոլոր ենթակառուցվածքները եթե կարողանանք շարքից կհանենք, Իրանը ծնկի կբերենք, եթե կարողանան դա անել, եթե կա մեծ, եթե կա դեռևս եւ կարծում եմ այդ եթեն կարող է մեծանալ։ Եվ հետո ժողովուրդը դուք խնդրում եք, չէ՞, ցույց եք անում եւ խնդրում եք Ամերիկա օգներ մեզ, ով էր խնդրում, քանի օքեյն այդ խնդրողները այլևս ռելևանտ չէ։ Լավ 95 միլիոնանոց երկրից քանիսն էին խնդրում, էլի, եթե նույնիսկ 1 միլիոնն էին խնդրում, դա դեռևս շատ չնչին տոկոս է, եթե խնդրողներ էլ եղել են։
Հիմա ես կանեմ իմ գործը, հետո ժողովուրդը թող գա վերցնի լիազորությունները իր ձեռքը։ Մենք տեսել ենք այդ ժողովրդի ճակերտավոր լիազորություններ վերցնելը Լիբիայում ենք տեսել ենք Սիրիայում, տեսել ենք Իրաքում, տեսել ենք Աֆղանստանում, Հայաստանում եւ այդ երկրները մասնատվել են ուղղակի ըստ էության, ասենք օրինակ Լիբիայի պարագայում մենք չունենք միասնական պետություն, այսինքն նպատակը հետեւյալն է, Իսրայելի նպատակն է դա, հանվանե ունենալ Իրան անունով պետություն, միգուցե այդպիսի պետություն պահպանվի, բայց ըստ էության այդ պետությունը չլինի սուբյեկտ, որտեղ կլինի քաոս, քաղաքացիական պատերազմ եւ այլն, բայց մի կարևոր հանգամանք էլ կա։ Այստեղ շատ հետաքրքիր է իրավիճակը այն առումով, որ Թուրքիան է դեմ այս ծրագրին, որովհետեւ Իրանը ըստ էության ամենակարևոր պատվարն է Մերձավոր Արևելքում իսրայելական հավակնությունների ճանապարհին, եւ եթե Աստված մի արածցե իրանական պատվարը չլինի, ապա հաջորդ թիրախը ակնհայտորեն լինելու է Թուրքիան։